Տես մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով մի քանի վարգաններեն բյունանք մեր ուղի եթեր ծառայությունը ուրեմն կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, որպեսզի միասին բոլորս մեկ ունենանք այս օրտնապեր ժամերը։ Գործ առաքելոցը պիտի սերնենք միասին եւ պիտի բարավորենք Տերը։ Ուրեմն մի քանի վարգաններեն գ վերակտնենք իրար, կանչեցեք ուրեմն ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները այս օրտնապեր ժամերը ապրենք միասին։ Ուրեմն գ հանդիպենք։
խորհրդական հավիտենականության սքանչելի խորհրդական հավիտենականության խաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի երրորդության մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Փառք մեր Հիսուսին, որ այսօր ունենք այս գեղեցիկ վարյանները։ Մեզ բահեց մեկ շաբաթ եւս հավատքի մեջ։ Մեզ բահեց մեկ շաբաթ եւս, որ մենք Տեր մեր պերաններով եւ մեր սրտերով կարողանանք հավատալ, օրհնել եւ վստահել Տիրոջը։ Այս իր ողորմությունն է, որ Տերը մեզ տվավ իսկապես փառք իր անվանը։ Մեկ շաբաթ եւս մեզ բահեց, որովհետեւ մենք այսօր կարողանանք օրհնել եւ իր խոսքին մեջ հավատարիմ մնալ։ Ինք պիտի կա եւ ամեն ինչ կհասնի իր ավարտին։ Մենք կանչված ենք այդ ավարտին հասնելու համար մեր կյանքը, մեր գործերը, մեր ընթացքը հաջերի դարձնել ամենագարող Տիրոջին։ Իրեն լա իսկապես միշտ փառքը եւ պատիվը։ Օրհնյալ է մեր Տերը, քեզ համար սիրելիս, որ դու մեր հետ ես այսօր, տարբեր դեղերեն, երկրին, աշխարհի տարբեր դեղերեն, կհավաքվիկ մեր հետ միասին ունենալու այս ուղի եթերը եւ նաեւ ուրախ եմ, որ շատերը կհետևիկ հիմա եւ նաեւ կդարածեք այս ուղի եթեր ծառայությունը YouTube-ով, Խոսք.TV-ով եւ տարբեր գայքերով։ Կուզենք անշուշտ ողջունել ICFN-ի, Լոս Անջելեսի ICFN-ի հերոստակայանը, որ նաեւ այդտեղ այս ծառայությունները կդարածվի մեր Լոս Անջելեսի սիրելի քույր եղբայրներում։ Աստված օրհնեց ձեզ եւ իր օրհնության մեջ բահե, որովհետեւ չշեղվինք ոչ աճ եւ ոչ ցախ, չշեղվինք իր խոսքեն, չշեղվինք իր սկզբունքներեն, չշեղվինք իր սրդեն։ Փառք Տիրոջը այսօր համար։ Տեր օրհնե քեզ քո ընտանիքիդ մեջ իր խաղաղությունը, իր սերը, իր զորությունը հասցնե, ուր որը կգտնվիս հիմա։ Փառք մեր երրորդության Տիրոջը։ Մենք ուրախ ենք նաև այս ծառայության համար, որ կշարունակվի, այս ծառայությունը, որ կսերդենք Տիրոջ խոսքը, ոչ թե միայն կսերդենք, այլ կապրինք աշակերտներ ըլլալու նպատակով, սիրելի քույր եղբայրներ, աշխարհի մեջ կղրգենք եւ կուղարկենք այս միտքը, ով քրիստոնյա հավատացյալ ժողովուրդ։ Դու քեզ քննե եւ նայիր արդյոք աշակերտ ես։ Արդյոք աշակերտ ես Տեր Հիսուս Քրիստոսի չափանիշներով։ Եթե ոչ, ապաշխարե եւ շատ շուտ կդիր քո տեղը Տիրոջ ընտանիքին մեջ։ Շատ շուտ կդիր քո առաքելությունը, այն բանի համար, որ Տերը քեզ կբահե, այն բանի համար, որ Սուրբ Հոգին ղրգած է քեզ։ Այո, սիրելի քույր եղբայրներ,
Եվ կդառնանք եւ կբդդինք տարբեր տեղեր եւ կխոսենք տարբեր հավատացյալներու հետ, քրիստոնյա հավատացյալներու հետ, կանդրադառնանք շատ անգամ, որ շատերը շատ բաներ գիտեն, շատ բաներով համաձայն են, շատ բաներու համար նույնիսկ կքարոզեն, բայց իբր աշակերտներ չեն ապրիր։ Այո, Հիսուս մեզ այստեղ թողած է, որ դեր աշակերտներ ապրինք եւ աշակերտներ ընենք։ Առաջին խոսքը Հիսուսի եւ վերջին խոսքը ինչ էր։ Աշակերտության մասին է։ Հիսուսի հավատացյալ հետևորդը այն անձն է, որ ինք Հիսուսի աշակերտն է։ Չկա միջինը, չկա դարբեր ուրիշ տեսակ հավատացյալ, չկա հավատացյալ եւ աշակերտ։ Սուրբ Գիրքը մեզ գսե աշակերտ եւ կամ ոչինչ։ Քանի որ Հիսուսով իմ յետևես եկեք։ Չսավ եկեք ցեզի համար մի հատ կարևոր այսպես գրոնք ունենք եւ այդտեղ իրար հետ դուք հանդիպեցեք եւ իմ մասին խոսեցեք։ Ոչ, դերասավ իմ յետևեն եկեք։ Ուրեմն Հիսուսի հետևելու համար մենք իր աշակերտները բիլանանք։ Ինքն է դերը, ուսուցիչը եւ մենք ենք հետևորդը։ Այս բաներու մասին շատ կմտածենք, շատ կաղոթենք եւ չեմ գիտեր եկող օրերուն ինչպես Տերը մեզ գարաշնորհե, որ նույնիսկ եթերային ծառայություններ ունենք այս նպատակով, բայց տեսնենք Տերը ինչպես գարաշնորհե։ Ամենատեբս քո դեղական եկեղեցի մեջ, քո դեղական քաղաքի մեջ, քո շրջանին մեջ փնդրե աշակերտներ, միապանվիր, աշակերտությունը Քրիստոսի խոսքին համաձայն թողալա։ Շատ բաներ կգնան գսել, բայց հիմա ժամանակը չէ։ Գործարակելոցը կսերդենք եւ գործարակելոցը միանշանակ օրինակ է, որ չգա հավատացյալ, կան աշակերտներ, չգա այսպես գազմագերբված եկեղեցի, շենք եւ այլն, գա խումբ դիրոջ ծառայելու ընտանիք, միապանություն եւ այդտեղ Սուրբ Օգին կգործե։ Շատ բաներ կգնան գսել այս թեմայով, բայց կուզեմ ձեր հետ կարդալ Սաղմոս 106-ը այս մի քանի համարները համար 4-ն սկսյալ, որ գսե հետևյալը։ Հիշեզիս ով դեր, հիշեզիս քո ժողովրդիդ վրա ունեցած հաջությանդ համեմատ, քո ժողովրդիդ վրա ունեցած հաջությանը համեմատ զիս հիշե։ Ինձ այցելություն ուրե քու բրգությունովդ, որբեսի քու ընդրյալներուդ փարությունը տեսնեմ, քու ազգիդ ուրախությունովը ուրախանամ եւ քու ժառանգությունովը բարձենամ։ Բարձենալ, ուրախանալ, տեսնել, այս բոլորը գլա, երբ Աստուծո ժողովրդին մեջն ենք, երբ Աստծո փրկությունը գվայելենք իր ընդրյալներուն մեջ, այնտեղ է որ մեր աչքերը կտեսնեն իր բարությունը, կուրախանանք իր ուրախությունով եւ կբարձենանք իր ժառանգությունով։ Ահավասիկ աշակերտը իր գոչումին մեջ երբ Տերը զինք գտնե, կփրկե նախաշխարեն եւ կբերե գտնե իր ժողովրդին մեջ, իր ժառանգության մեջ։ Եվ այդտեղ աշակերտը գուրախանա, այդտեղ աշակերտը կտեսնե, այդտեղ աշակերտը կբարձենա Սուրբ Հոգի ներկործությունով։ Անարամար գսե Տեր, քու ժողովրդիդ վրա ունեցած հաջությանդ համեմատ ինձ հիշե։ Ոչ թե դու եւ ես մենակ, դու քո ժողովրդիդ հաջության համեմատ, եւ եթե ես վերստին ծնված Սուրբ Հոգիով դիրոջ ժողովրդին մեջն եմ, իր հաջությունով ինձ պիտի հիշե, քանի որ ես իր ժողովրդին մաս կկազմեմ։ Դերը մեզ փրկեց անհատական, բայց մեզ չբահեց անհատական, այլ մեզ դրավ հանրային իր ժողովրդի մեջ։ Ով է այն ժողովուրդը, այն բոլորը, որ Սուրբ Հոգիով Աստծո խոսքին համաձայն Հիսուսի հետ, Հիսուսի մեջ եւ Հիսուսի համար գաբրին։ Այն ժողովրդի մեջ դերը իր հաջությունը գտնե։ Եվ եթե ես այնտեղ եմ, այն իր հաջությունը իմ վրա ալբիդի կա։ Ամեն կանտրատարնակ անհատական է փրկությունը, բայց անհատականով չվերջանար, անհատականով գսկսի ժողովրդի մեջ հանրային գլա հարաբերությունը իմ եւ Աստված իր ժողովրդի մեջ։ Իրեն լա փառքը Հիսուսյան անունով գաղութենք Հայր, որ այսօր այդ բոլորը որ գհետևին այս ուղի եթերը իսկապես տեսնեն քո զորությունը, վայելեն քեզ
քո ժողովրդի հաջությունը վայելեն, ուրախանան, դեստեն քո զորությունը, բարձենան քեզմով եւ քո խոսքիդ մեջ զորանալով ամեն մեկ հետևորդը այստեղ աշակերտության հոգիով լեցնես, քեզ աշակերտը լալու եւ աշակերտության հոգիով հետևորդները լալու եւ իրենց կարգին այս խոսքի օրհնությունը փոխանցողները լան։ Հիսուսի անունով գաղութենք նաեւ ամեն արգելքները, մտքի արգելքներ, ֆիզիկական արգելքներ, փարոյական արգելքներ, հոգևոր արգելքները գանքնին Հիսուսի անունով, որովհետեւ շատերը դեսնեն, լսեն, ազատագրվին եւ ապրին Տիրոջ ներկայությունը։ Քեզ փառք, բադիվ եւ օրհնություն, հալելույա, ամեն եւ ամեն։ Եկեք ուրեմն բացեք ձեր սուբկիպները գործ առաքելոց 9-րդ գլուխ արդեն պիտի շարունակենք, միջ այդ եկեք մտնենք այս պարապանության մեջ, որ գսե ուզում եմ տեսնել քո փառքը դեր։ Հալելույա։ Եկեք աղոթքով մտնենք այդտեղ։ Ուզում եմ Տեր տեսնել քո փառքը, զոհաբերել քեզ գոհություն եւ սեր, խնդրում եմ Տեր լցրու տաճարը քո Սուրբ ներկայությամբ, ով Տեր, թող որ սիրտս դառնա Սուրբ հոգու տաճար, եւ հոգիս թող լցվի քո սիրով, մեծարեմ քեզ Տեր, ողջ սրտով, երբ հոգիդ իջնի ինձ վրա, ուզում եմ Տեր տեսնել քո փառքը, զոհաբերել քեզ գոհություն եւ սեր, խնդրում եմ Տեր լցրու տաճարը քո ներկայությամբ, ով Տեր, թող որ սիրտս դառնա Սուրբ հոգու տաճար, եւ հոգիս թող լցվի քո սիրով, մեծարեմ քեզ Տեր, ողջ սրտով, երբ հոգիչնի ինձ վրա, ուզում եմ Տեր տեսնել քո փառքը, զոհաբերել քեզ գոհություն եւ սեր, խնդրում եմ Տեր լցրու տաճարը քո ներկայությամբ, ով Տեր, ուզում եմ Տեր տեսնել քո փառքը, զոհաբերել քեզ գոհություն եւ սեր, խնդրում եմ Տեր լցրու տաճարը Հալելույա, Սուրբ ներկայությունով լեցվի մեր տաճարը, լեցվի մեր սրտերը, որպեսզի իր ներկայության մեջ հասկանանք իր խոսքի զորությունը եւ այդպես փոխվելով, նորոգվելով, ապրենք մեր կյանքը, ապրենք մեր ընթացքը, ապրենք մեր նաեւ առաքելությունը այս աշխարհի մեջ, ուր որ ինք մեզ համար պատրաստել է բարի գործեր, որուն մեջ կանչած է մեզ մտնելու։ Հալելույա, օրհնյալը լա մեր Տերը։ Ուրեմն գործ առաքելոց ահավասիկ հասանք 9-րդ գլուխ համար 32-ն սկսյալ, համար 32-ն սկսյալ,
Ինչպես մենք տեսանք մինչև այս վերջին 9-րդ գլուխը, տեսանք Բողոս Արաքյալի աբաշխարությունը եւ իր առաջին կորձերը, առաջին քայլերը։ Անգարաջ տեսանք Ստեփանոսի պատմությունը, Փիլիպոսի պատմությունը, Ստեփանոսի պատմությունը, թե ինչպես Աստված կորձեց Ստեփանոսի հետ, ինչպես կորձեց Փիլիպոսի հետ, հիմա տեսանք ինչպես անցաշաբաթ տեսանք ինչպես կորձեց Բողոսի հետ, հիմա իդ կվերադառնանք Պետրոսի շեշտը տնելով Պետրոսի ընթացքի վրա։ Գիշեք կարևոր էր, որ Պետրոս Երուսաղեմի մեջ, երբ Սուրբ Օքին եկավ, ինքը այդտեղ էր եւ ինքը քարոզեց եւ ինք բացադրեց, ինչ պատահեցավ։ Անգևերջ երբ որ Փիլիպոսը Սամարիայի մեջ ավետարանը քարոզեց եւ այդտեղ տեսանք Պետրոսը եկավ եւ այդտեղ Սամարիայի Սուրբ Օքի ներկործությունը հրճագեց, որ այդ Աստուծո էր։ Ուրեմն հիմա կտեսնենք նաեւ Պետրոսը գշարունակե իր ընթացքը եւ պիտեսնենք քիչ հետո որ Պետրոս նաեւ պիտի փանա Սուրբ Օքի բարգեւը ոչ հрьяներուն։ Պիտի փանա Սուրբ Օքի բարգեւը այն բոլոր հետանոցներուն, որոնք կսպասեին Տիրոջ ողորմությունը։ Կարևոր էր այս կետը։ Եկեք գարտանք նախ այստեղ 32-րդ համարենը սկսյալ գրված է այդտեղ Պետրոս ամենտեղ գբդդեր։ Ագնեստենք այստեղ Պետրոսը իդ Երուսաղեմ չդարձավ, այլ գբդդեր։ Կարևոր է բդդիլ բառը այստեղ գբդդեր իր ընթացքին մեջ։ Իբր ավետարանչություն, իբր ավետարանիչ, իբր առաքյալ գբդդեր։ Գբդդեր այս քաղաքը կամ այն քաղաքը, ուր որ հանդիպեր, որում որ հանդիպեր։ Եվ երբ ամենտեղ գբդդեր, եկավ Լյութիա բնագող սուրպերուն քով ալ իջավ։ Սուրպերուն, ով են այս սուրպերը, մենք ասոր մասին շատ խոսած ենք, երբ Պողոս Արաքյալ նամակ կգրե, ուրեմն իր նամակները կգրե, գսե դուք որասինչ, դուք սուրպերը, որասինչ քաղաքը գաբրիկ։ Սուրպերը մենք երբ որ սուրբ կսենք, դժբախտաբար այս տարուն, այս չափտարիներ հետո, այս չափտարեր հետո, երբ որ սուրբ բառը կգործածենք, շատերը կգարձեն մերելներուն մասին է, որոնք հավատացյալներ մերած են, հիմա սուրբ Սարգիս, սուրբ Գևորգ, սուրբ Հակոբոս եւ այլն սուրբ մերելներուն համար, բայց սուրբ գիրքը երբ կգարտանք Աստվածաշունչը, սուրբը երբեք մերելներուն մասին չսեր։ Այլ սուրբ բառը կգործած է վերստին ծնված սուրբ հոգին ստացած մարդկանց մասին, որոնք գաբրին Քրիստոսի հետևորդներու պես իբր աշակերտներ։ Սուրբեր ըսել են մեկ կոնտրված սուրբ հոգիով ծառայելու, նվիրվելու, հետևելու Հիսուս Քրիստոսի։ Մեկ խոսքով ճշմարիտ քրիստոնյաները, հավատացյալները։ Ուրեմն այստեղ եկավ գսե սուրբերուն կովիչավ։ Ասել որ Լիդիայի մեջ գային խմբակներ, որոնց մեկունքով Պետրոս եկավ եւ այցելեց։ Եկավ եկեղեցի մեկ խոսքով։ Ուրեմն հոնգս է մարդ մգար, որուն անունը Ենիա էր։ 8 տարի ի վեր մահիջը բարգած անտամալույց։ Պետրոսը սավանոր Ենիա, Հիսուս Քրիստոս քեզ գպժշկե, ելիր ու քեզ անգողինդ ու քո անգողինդ շտկե։ Անարշուտ մը ելավ եւ Լյութվայի ու Սարոնի մեջ բնագողներուն ամենքը զանիգա դեսան ու դերոջը դարձան։ Հոպեի մեջ, ուրեմն այստեղ գնամ, հետո կշարունակեմ, հրաշք։ Ուրեմն այդտեղ գային հավատացյալներ, այդտեղ գային մարդիկ, որոնք կհետևեին Հիսուս Քրիստոսի։ Այդ մարդիկը այդտեղ եկեղեցի, խմբակ, միապանություն, Երանի այսօրվա մեր եկեղեցիները հասկանային ինչս է կորձ առաքելոցի եկեղեցի բես ըլլալ։ Հավաքված էին, Պետրոս կուք այնտեղ կտեսնենք մահիջը մնացած 8 տարվա մարդ, անտամալույց, Պետրոս կպճշկե, շատ բարս ծևով, ինչու, քանի որ գանչված է հավատացյալը, վերստին ծնված հավատացյալը, կորձե տիրոջ կորձերը։ Ուրեմն շատեր կան գսեն միան առաքյալները, ուրիշներ գսեն բոլորը։ Հիսուս ինչ գսե։ Հիսուս գսե դուք առաքյալներուն եւ ցեզ մե եկողները նաեւ։ Կարևոր է այս։ Ուրեմն առաքյալներու միջոցով նույն ծառայությունը կշարունակվի մինչև այսօր։
Բայց աշակերտներ պետք են մեզ եւ ոչ անունով հավատացյալներ։ Նվիրյալ աշակերտներ, որոնք ինչպես Պետրոս այստեղ գբդդեր ավետարանը փոխանցելու նպատակով։ Եվ ոչ թե դու նգնստի եւ երբեմն շաբաթը մեկ անգամ գիրագի օրը եկեղեցի գերտա եւ գուզա այդտեղ բան մըլա։ Այդպես չէ։ Աշակերտը 24 ժամ 7 օր 7-ի վրա է։ Եվ հավասիկ մարդիկ կտեսնեն այս հրաշքը եւ գապաշխարեն եւ գտարնան դիրոջը։ Սիրելի եղբայրներ, այստեղ կարևոր է գտեսնեն հրաշքը, այո, բայց նաեւ ոչ միակ հրաշքը, այլ Լիտիայի մեջ եղած սուրբերը։ Քանի որ այդ սուրբերը այդ կորձը կգադարեին, ավետարանչության կորձը, իրենց ապրումներով, իրենց քաղաքին մեջ, մարդիկ իրենց տեսնելով եկան եւ բժշկվեցան եւ փրկվեցան։ Այո, հրաշքը եղավ, բայց երբեմն շատ մարդիկ կսպասեն, որ հրաշքը լա, որ արտնությունը լա եկեղեցի մեջ, կամ այդ քաղաքին մեջ։ Ես կրդամ ասել հակառակը, աշակերտները թող ապրին իբր աշակերտ եւ այդ քաղաքին մեջ հրաշքներ կլա։ Հավատացյալներուն պատճառով այսօր հրաշքները կանգնած են եւ ոչ թե Սուրբ Հոգիի պատճառով։ Եվ ոչ թե աստվածաբանական հարցերով։ Եվ ոչ թե Աստված իր ցերկը քաշած է այլևս։ Այլ երբ որ աշակերտները սուրբերը միապանության մեջ գաբրին իրենց միապանությունը սիրով, գաբրին սուրբ քրային ցևով, այնտեղ է որ դերը իր օրտնությունը գտապե եւ ոչ թե գիրագյորը երթալ աթոր դակցնելով։ Օրտնյալ է մեր դերը դեսան միապանությունը, դեսան եկեղեցի ուրախությունը, դեսան նաեւ հրաշքը եւ այդտեղ դիրոջը դարձան։ Պետրոս կշարունակի իր ընթացքը Հոպեի մեջ աշակերտ եղած գին մգար, ուրեմն հաջորդ քաղաքը կանցնի, քիչ ավելի վեր, մոտավորը 50 կիլոմետր անտին։ Հոպեի մեջ աշակերտ եղած գին մգար, անունը Դապիդա էր, որ այդ զեմնիկ կգոչվի, ասիգա լեցված էր բարի կորձերով, ողորմությունով, որոնք ինք գներ։ Ավասիկ գին, Հոպեայի մեջ, հավատացյալ, աշակերտ, այս գինը գրված այստեղ լեցված էր բարի կորձերով, հստակ է։ Եվ ոչ թե միան այս գինը, այլ բնականաբար ամեն վերստին ծնված հավատացյալ լեցված պետք է լա բարի կորձերով։ Այս Սուրբ Հոգին է որ դերը մեզ տվավ, որբեսի անորմով մենք այսպես այդ զեմնիկի նման մարդիկ լանք։ Այստեղ գրված է այդ զեմնիկ, իր գինն է, իր անունն է, Դապիդա կամ այդ զեմնիկ։ Բարի կորձերով, ողորմություններով, օգնության մտքով է անշուշտ այս, օգնություններով, բարի կորձերով, սիրով, համբերությամբ, եւ այս կինը կորձադեր էր, քիչ հետո պիտի կարդանք, հանդերձներ գներ, գգարեր, գծախեր։ Իր կորձադերության մեջ, եկեղեցին մեջ, ողորմություններ եւ բարի կորձեր գներ։ Եվ ահավասիկ կտեսնենք այն օրերը ինք հիվանդացավ ու մեռավ։ Սիրելիներ, հիվանդությունը, մահը, դժվարությունը բոլորիս համար է։ Բոլորս կանցնենք դժվարությունները, հիվանդությունները, ցավերը։ Նպատակը բժշկվելը չէ, նպատակը բարի կորձ աշակերտ, բարի կորձող աշակերտներ ըլլալն է։ Հավատացյալին նպատակը լավ, առողջ, հաջող կյանք ունենալ չէ։ Հավատացյալին նպատակը Քրիստոս Տեր Հիսուսի կորձը կատարելն է, իր պես ըլլալն է, բարի կորձերով, ողորմությունով, 4 կողմիններուց ավետարանը փոխանցելով եւ կյանքով, եւ սիրով, եւ նաեւ բարի կորձերով։ Այս է նպատակը, որուն համար դուն եւ ես Տեր գաբրինք։ Մենք չենք գաբրիլ այս աշխարհի մեջ, որովհետեւ լավ կյանքեր ունենանք։ Մենք գաբրինք այս աշխարհի մեջ Տեր Հիսուսի կորձը շարունակելու նպատակով։ Այս կինը կորձադեր, այս բարի կորձող։ Դրամ ուներ, բայց բարեկորձություն գներ։ Կաշխատեր, Տիրոջ ընտանիքին համար օրտնություն գներ։ Այսօր շատերուն չենք տեսներ, երբ որ կորձի են, անչափ կաշխատին, որ չեն գալ տեսներ իրենց։ Աշակերտը, եթե դեր իրեն կորձ գուտա, այդ կորձը կորձած է Տիրոջ փառքին համար, Տիրոջ եկեղեցին մեջ։
Եթե իրեն բարգև գուտա, այդ բարգևը կործած է դիրոջը ժողովրդին մեջ։ Եթե իրեն տրամ գուտա, քանի որ հաջողակ է իր գործին մեջ, դիրոջ փառքին համար։ Աշակերտը գերևնա իր նպատակով։ Սիրելի քուրիակներ, լուրջ բաներ են ասոնք, որ այսօր մենք այլևս չեն գալ լսեր մեր եկեղեցիներում մեջ այսպես բաներ։ Քանի որ այլևս մարդիկ վարժված են օրդության խոսքերը ստանալ, բայց չեն վարժված աշակերտության ղրգվիլ, ուղարկվել դեպի աշակերտ ըլլալ, երթալ իրենց հանգստեն դուրս գալով, որպեսզի Տիրոջ գործը կատարեն։ Գգարտանք պարզապես գործ առաքելոցը, սիրելիներ։ Գործ առաքելոց բարին մեջ կա գործ։ Գործ ընել, գործի մեջ ըլլալ, գործեր կատարել, միսիան դանիլ առաջ, թագավորությունը դանիլ առաջ։ Հալելույա։ Հիվանդացավ եւ մեռավ։ Լվացին իր մարմինը ինչպես սովորություններ եւ զանիգա վերև սենյակը դրին մինչեւ որ թաղեն։ Բայց միջ այդ կսե Լյուտիայի հոպեի մոդեր, Լյուտիան ուրեմն հոպեի մոդեր, ուստի աշակերտները լսելով թե Պետրոս հոն է, անոր երկու մարդ ղրգեցին աղաչելով որ ճուշանա եւ իրենց կա։ Աշակերտները ինչրին Պետրոսին լուր ղրգեցին։ Աշակերտները գահավադան նույնիսկ անգարելի բաներուն։ Գինը մերած է, դրած են վերի սենյակը, որ պիտի թաղեն մոտ ժամերով, բայց այդտեղ աշակերտներ կային, ինչու, քանի որ այդտեղ եկեղեցի կար։ Աշակերտները հավատացին։ Աշակերտները հավատ գործածեցին եւ ասին Պետրոսը հերու չէ, աղոթենք, գանչենք Պետրոսին։ Ինչու Պետրոսին։ Իրենք ալ գրնային աղոթել չէ։ Հավատքի սկիզբն է դեր սիրելիներ։ Դեր Բողոսի նամակները չկար, որ հասկանայինք, որ ամեն վերստին ծնված Սուրբ Օգիով լեցված հավատացյալը գրնա Հիսուս Քրիստոսի գործերը կատարել։ Պետք չունի գանչելու այս կամ այն անձին, այս կամ այն անձին կոնֆերանսներուն, ժողովներուն երթալու իմաստ չունի, եթե դու Սուրբ Օգիով լեցված ես, քո եկեղեցիդ մեջ քո դգար հավատացյալներով շատ մեծ գործեր կգնասնել։ Այսօր մարդիկ եկեղեցիներ կփոխեն, գանարկեն հովիվին, գանարկեն ծառայողներուն, եկեղեցիներ կփոխեն, ասելով այդտեղի եկեղեցիի մեջ ավելի Սուրբ Օգիի ներկայությունը կա, հոն հրաշքներ կա, մեր հովիվը հրաշքներ չներ, այդտեղի հովիվը մեծ հրաշքն է։ Սիրելիներ, եթե այստեղ հասերենք, ասելով մենք դեռ չենք հասկացած, ով ենք մենք Սուրբ Օգիով։ Հրաշքը ոչ հովիվը գնե, ոչ տուն գնես, հրաշքը Սուրբ Օգին գնե, այդ պայմանով, որ կյանքդ հանցներ ես Սուրբ Օգիին։ Աշակերտներ կան այստեղ, գսեն Պետրոսը կա Պետրոսին կանչենք, այո հավատացին իրենք, որ գինը մերած է, բայց գրնալալ փոփոխություն մը ըլլա, գրնալալ հրաշք մը ըլլա, գրնալալ փամ մը ըլլա, հավատանք, շարունակենք։ Մենք եթե լայինք պետք է այդտեղ ասեինք, եկեք մենք աղոթենք սիրելիներ եւ այս ինգածը թողել լևոտքի։ Եվ այդ իրավունքը կունենայինք Հիսուս Քրիստոսով մեզ դրված այդ իշխանութենեն։ Հալելույա։ Ուրեմն լսելով թե Պետրոս այդտեղ կանչեցին, Պետրոս ալ եկավ անոնց հետ եւ վերի սենյակը հանեցին զանիգա։ Բոլոր որպևարիները անոր բոլորդիկը գայնեցան, գուլային ու գծուցնեին այն պաճգոնները եւ հանտերսները, որոնք այդ զեմնիկ գշներ երբ դեր իրենց հետ էր։ Աղացիկ այդ բոլոր դգարները, այդ բոլոր աղքատները, այդ բոլոր գարիքավորները գուլային ինչու, որ այլևս այդ զեմնիկ իրենց պաճգոններ եւ հանտերսներ պիտի չշներ։ Սիրելի քուրիակներ, շատ բաներ կրնանք հասկանալ այստեղ։ Այդտեղ կան աշակերտներ, որոնք կհավատան հարության զորության։ Իսկ այդ նույն եկեղեցին մեջ շահակրկրված մարդիկներ կային, որոնք այնտեղ էին եւ միան ողորմություն կստանային։ Գուքային եկեղեցի օրհնությունը ստանալու համար, գուքային եկեղեցի պաճգոններ եւ հանտերսներ ստանալու համար, գուքային եկեղեցի օգնություն ստանալու համար եւ գամ անձնական շահ ստանալու համար։ Այսօր մեր եկեղեցիներն ալ այդպես մարդիկներ կան։ Գուքան եկեղեցի օրհնություն ստանալու, բայց եկեղեցին այն վայրն է, որ դու հավատք սորվիս ապրիլ։ Դու այն վայրն է, որ դու այդ զեմնիկին նման դու դվողը լաս
եւ ոչ թե դու ստացողը լաս։ Այս մարդիկը գուլային ոչ թե իրենք պիտի գարոտնային այձեմնիգին, այլ պիտի գարոտնային այձեմնիգի հանդերձներուն, նվերներուն, ողորմություններուն եւ գուլային ասելով արդյոք այլևս մենք այսպես մեկը պիտի ունենանք։ Գասկնակ շահակրկրված սխալ շարժարիտներով եկեղեցի եկող մարդիկներ շատ եղած են, շատ կան եւ դժբախտաբար շատ պիտի լան։ Անձնական շահակրկրված, անձնական շարժարիտներով, սխալ շարժարիտներով մարդիկ, որոնք եկեղեցիի մեջն են։ Բայց փառք Տիրոջ, որ կան եկեղեցիի մեջ աշակերտներ եւ կան մարդիկ, որ գուզեն աշակերտները լալ։ Հավատքին զորացնեն, հավատքի կյանքը ունենան, աշակերտի նման ապրին, աշակերտներ ունեն, հրաշքներ կատարեն, օրհնություններ դանին առաջ, Քրիստոսի թագավորությունը դանին առաջ, մեծ գործեր կատարեն, բայց մեծ գործերը կկատարվի փոքր գործերու մեջ։ Այստեղ կտեսնենք Պետրոսի ծառայությունը, տեսանք Ֆիլիպոսի ծառայությունը, այստեղ նաև կտեսնենք այձեմնիկի ծառայությունը, իր սահմանին մեջ օրհնություն էր իր եկեղեցին։ Ողորմածներուն գործներ, ինգածներուն կբարձրացներ, դգարներուն գոքներ, այո, օրհնություն գներ։ Եկեղեցի մեջ տարբեր տեսակի բարգև ունեցողներ կան, եւ այդ եկեղեցին մեջ տարբեր տեսակի բարգև ունեցողները պետք է իրենց բարգևները իքորձ տնեն Տիրոջ փառքին եւ եկեղեցի միապանության համար։ Պետրոսալ ամենքը դուրս հանելով, այստեղ կարևոր է, ամենքը դուրս հանելով, որուն դուրս հանելով, լացողներուն, կեղծավորներուն, այդ մարդիկը, որոնց շարժարիթը մաքուր չէ, շարժարիթը իրենց օրհնությունն է եկեղեցին մեջ, նորեն կգտնեմ դժբախտաբար, Տիրոջ ընտանիքի մեջ անձնագետրոն լալու իրավունք չունիս, Տիրոջ ընտանիքի մեջ տուն Տիրոջ օրհնությունը հարաճ տանելու համար եկած ես, Սուրբ Օգին քեզ տրած է այնտեղ, որպեսզի դու թագավորությունը տանես առաջ եւ ոչ թե քո անձնական շահերդ, քո անձնական հանգստությունդ, քո անձնական օրհնությունդ, քո անձնական այս կամ այն։ Պետրոս դուրս անեց բոլորին, ինչպես Հիսուս լացողներուն դուրս անեց։ Լացողներ ով են? Անոնք որ չեն վստահի Տիրոջ, անոնք որ չեն վստահի Տիրոջ գործին, անոնք որ չեն տրած իրենց կյանքը Տիրոջ փառքին համար, չեն հավատար որ Տերը մեծ գործեր կրնա անել։ Դուրս անեց բոլորին, ձուգի գալով աղոտ գրավ եւ դեպի մարմինը դառնալով ասավ. Տալիտա ելիր, գայնե։ Անալ իր աչքերը բացավ եւ Պետրոսը տեսնելով ելավ, շիդակ նստավ։ Պետրոս ալ ցերկը անոր դվավ ու վերցուց զանիգա եւ սուրբերն ու որպեվարիները գանչելով, նայեցեք երկուքին գանչեց այս անգամ, անոնց արջև ոչ կայնեցուց զանիգա, այն բանը բոլոր րոպեի մեջ իմացվեցավ եւ շատեր Տիրոջը հավատացին։ Հալելույա։ Պետրոս բոլորին դուրս անեց, աղոթեց, այդ մարդը ոտքի ելավ, այդ քույրը ոտքի ելավ եւ գանչեց Պետրոս եւ սուրբերուն, ուրեմն հավատացողներուն եւ այդտեղ անձնական, ինչպես քիչ այդ որպեվարիները, որոնք իրենց շահին համար գուլային, անոնցալ բերավ, ասավ ահավասիկ Աստծո զորությունը։ Ահավասիկ Աստծո զորությունը։ Բայց ով էր այդ կինը, ով էր այդ զեմնիկը, Տիրոջ մարդն էր, Տիրոջ ծառայողներ, նվիրյալ փառք ու դար Տիրոջը գործին իր գործերով։ Դերը բժշկեց զանիգա։ Օրհնյալ է, որ դերը գիտե բժշկել հիվանդին, ինգածին հանել ոտքի, այդ պայմանով, որ ինգածը, տգարը եւ եկեղեցի հավատացյալները շիդակ հավատք ունենան։ Ճշմարիտ հավատք ունենան։ Աշակերտները լան, նայեցեք այստեղ գրված է, աշակերտներ եւ սուրբեր, նույն մարդկանց համար։ Սուրբերով են աշակերտներ, աշակերտներով են սուրբերը, հավատացելով է աշակերտները, հավատացելով է սուրբերը։ Ով են բրգվածները, սուրբերը, ով են բրգվածները, աշակերտները։ Ով երկինք պիտել են սուրբերը, ով երկինք պիտել են աշակերտները։ Աշակերտ, սուրբ, հավատացյալ, քրիստոնյա, նույն միտքն է։ Բայց այս բոլորը նույն կործնողներն են։
Հիսուս Քրիստոսի հետևորդները եւ իր կորձին մեջ ապրողները եւ կորձը կատարողները եւ նորեն կգտնեմ ոչ թե խաչը գրելով մենք մեզի քրիստոնյա ասելով ոչ թե եկեղեցի երթալով հալելույա ամեն ասելով ոչ թե եկեղեցի երթալով մոմ վարելով ոչ եկեղեցի երթալով սուպկիր կարտալով ոչ մենք շատեր դեսել ենք սուպկիր կգարտան եւ դեսել ենք իրենց դրսևորումները որ ոչ մեկ աշակերտության Քրիստոսի աշակերտի չի նմանիր շատ մարդիկ հավատացյալ են բայց կտեսնենք իրենց կորձերը իրենց ընդրությունները քու կորձերով դու պիտի նաստուով ես քու բդիղներով պիտի երևնաստուով ես աշակերտ սուրբ հավատացյալ քրիստոնյա բոլորը նույնն են սուրբ գիրքի առումով չկա հավատացյալ ենք աշակերտ չենք բայց հավատացյալ ենք չկա այդպես բան կամ աշակերտ ես կամ աշակերտ չես կամ վերստին ծնված ես կամ չէ կամ սուրբ ոգին ունիս կամ չէ ուրեմն շատ էր այսօր գցեն ես սուրբ ոգիով մգրդված եմ ես սուրբ ոգին ունիմ եւ այլն բայց աշակերտ չէ աշակերտի մասին գողոցից մարդը գողորան չէ աշակերտության մասին գողոցից մարդուն համար չի դա կրկրեր այդ մարդը ոչ սուրբ ոգին ունի գներեք ոչ ալ վերստին ծնված է ինքսի կխապեր աշխապները եւ դեր կխապե լավ գարտացեք ավետարանը մեր չափանիշները չէ որ առաջ պիտի տան ավետարանի չափանիշը մենք պետք է առաջ տանենք ավետարանը հստակ է թե ով է վերստին ծնված հավատացյալը Հիսուս կսե իմ հետևես եկեք ուրացեք ձեր անձը խաչարեք ձեր վրա իմ հետևես եկեք ինչը սեր է իմ հետևես եկեք սեր է ուրանալ նվիրվիլ հանձնվիլ քրիստոնյա ասելով չխապենք մենք մեզ այս կամ այն եկեղեցի պատկանելով չխապենք մենք մեզ այս կամ այն սովորությունները որ անցել ենք չխապենք մենք մեզ դարտան ավետարանը եւ չափանիշները տեսնենք ով ենք մենք Քրիստոսի չափանիշին մեջ Ձուգի եկավ լացողներուն դուրս անեց անձնաշահ մարդկանց դուրս անեց անձնագետրոն մարդկանց դուրս անեց սուրբերուն բերավ եւ աոտեց եւ բոլորին ներկայացուցավ ահավասիկ այս է որ դերը գուզենել այսպես մարդիկ այզեմնիգի նման մայթիկներ շատ թողավելնան եկեղեցիներու մեջ որոնք գործնեն գուդան գնվիրվին գահացնվին իրենց սահմաններուն մեջ եւ այդպես է որ դերը կպարավորվի Պետրոս շատ օրեր հոպեգեցավ Սիմոն անունով Գաշի Պանողի մկով ուրեմն այստեղ հոպեձովեզեր քաղաք էր եւ այդտեղ մնաց Պետրոս որոնքով մնաց Պետրոս Սիմոն անունով գսե Գաշի Պանողի մկով Գաշի Պանողի կորձը անասուններու վրայի գաշին հանող եւ այդ գաշին ծևագերբով մակրող եւ այդ գաշին ինչպես եմ գարկավորող արվեստեր կորձեր մասնակցություններ բայց հрьяաները արկիլված էին հрьяաներուն համար արկիլված էր մահացած անասուններու թպնալու եւ այդ կորձը գադարողներուն հետ միապանվելու գզարմանանք այստեղ գտեսնենք Պետրոս այդ մարդուն կով կնաց այդ մարդը վերստին ծնված մարդ էր սուրբերու հետ կապ ուներ բայց իր կորձը ինքը հрья չէր այդ մարդը կամ հрьяն այդ կորձը երբեք չներ բայց Պետրոս կնաց իր մոտ Գարձեք կամած այս նախատասությունը որ հոս գրված է համար 43-ը հadouk ծևով հadouk նպատակի համար գրված է այստեղ որ մեզ պատրաստ է եւ Պետրոսին պատրաստ է եկող օրերու ծառայության Պետրոս մի քանի օր հետո պիտի հանդիպեր ոչ հрьяաներու եւ ոչ հрьяաներուն Քրիստոսը պիտի կարոզեր Պետրոս դեր իր գլխին մեջ պատրաստված չէ այս բանին քանի որ ինքը գարձե թե փրկությունը միայն հрьяաներուն համար է թե Աստված հрьяաներուն Աստվածն է Աստված եկավ հрьяաներուն պիտի ազատե կապվածութենեն Հիսուս Տակավորն է Հիսուս Մեսիան է ինք եկավ հрьяաներուն պիտի փրկե իրենք դեր այդ մտածումներու մեջ էին գամած Աստված կպատրաստե իրենք եւ այստեղ երբ որ գերտա այդ տեսակի մարդկանց դունը կփնակի Կարծես կամած կհասկնա թե
փրկությունը միայն հրյաներում չէ։ Քանի որ Սամարիայի մեջ ինք ականատես եղավ, թե ոչ հրյաները, Հութայի ոչ հրյաները փրկվեցան։ Սուրբ Հոգին եկավ իրենց վրա։ Սկսավ զարմանալ, ինչպես կարելի է, որ Սուրբ Հոգին գործե Երուսաղեմեն դուրս, Սամարիայի մեջ։ Սամարիան թշնամիներ Հութային։ Սամարիայի ժողովուրդը չէին սիրել, հրյաներուն սամարացիներուն չէին սիրել, գիտեք այդ պատմությունները։ Եվ ոստեղ Պետրոս կարծեք կամաց Աստված իրեն գտանի մեկտեղ, հիմա պիտի գարտանք 10-րդ գլխուն մեջ, թե ինք նույնիսկ պիտի զարմանա Տիրոջը գործեն։ Սիրելի քույր եղբայրներ, երբ որ մենք Սուրբ Հոգիով գքայլենք, դեր մեզ գտանի այն տեղերը, որ մենք պատրաստված չենք երբեմն։ Այն տեղերը, որ մենք նույնիսկ պատրաստ չենք մտածելու կամ երևակայելու։ Սուրբ Հոգիով քայլելը մեզ գտանի այն տեղերը, այն ուղղությունները, որ մեր ներսը դեռ պատրաստ չէ, բայց դերը կամաց կպատրաստե, որ մեզ դանի սրբության ճանապարհին մեջ։ Սուրբ Հոգին նպատակը այդ է, որ մեզ սրբության ծառայության մեջ տանի, Քրիստոսի նմանվելու չմոռնաս եւ Քրիստոսին գործերը կատարելու։ Երկու բան. Քրիստոսի նմանվելու մեր ինքնությունը, Քրիստոսի գործերը կատարելու մեր առաքելությունը։ Այս է Սուրբ Հոգին, որ մեր մեջ եկած է։ Այս նպատակով եկած է։ Անդադար դու քեզ հարց պիտաս, Հիսուսի կնմանիմ այստեղ կամ չէ։ Անդադար դու քեզ հարց պիտաս, այս գործը Հիսուսի գործն է կամ չէ։ Հալելույա։ Պետրոս գլուխ 10։ Ուրեմն Պետրոս հիմա այստեղ հոպեին գերտա, գշարունակի եւ Գեսարիայի մեջ ինք կմնա հոպեի մեջ, հիմա պիտի տեսնենք պատմությունը, թե ինչպես Պետրոս հոպեին պիտի գա Գեսարիա քաղաքը։ Գեսարիայի մեջ մարդ մը գար Գորնելիոս անունով, հայրուրաբեդ, իդալացի, գոչված քունտեն, ոչ հրյա, իդալացի, հայրուրաբեդ։ Հիսուս ըսավ իր աշակերտներուն, իմ վկաներս պիտի լակ Երուսաղեմի մեջ, այդ բանը կատարվեցավ երկրորդ գլխուն, երրորդ գլխուն, չորրորդ գլխուն մեջ գործ առաքելոցի։ Իմ վկաներս պիտի լակ Հութա եւ Սամարիա, Սամարիան կատարվեցավ 8-րդ գլխուն մեջ։ Եվ հետո ուսավ եւ իմ վկաներս պիտի լակ աշխարհի մինչեւ ծայրերը։ Եվ ահավասիկ հիմա 10-րդ գլխուն մեջ աշխարհի ծայրերու վկայության սկիզբը կսկսի։ Պետրոսի հետ կապված։ Դեր Բոոս առաքյալ չէ։ Դեր Բոոս նոր ապաշխարած է, դեր իր մասին շատ բաներ չենք գիտեր։ Իր առաքյալներուն Երուսաղեմ, Սամարիա եւ աշխարհի ծայրերը։ Կորնելիոս աշխարհի ծայրերը կներկայացնե։ Կորնելիոս իդալացի, հռոմեացի, ոչրյա խորտաբատկերի բոլոր աշխարհի հեթանոսները, որոնք պիտի ստանային նաև Սուրբ Հոգին, ինչպես առաքյալները Երուսաղեմի մեջ առաջին Պենտեկոստեի օրը։ Ուրեմն Երուսաղեմի Պենտեկոստը եղավ գործ առաքելոց երկրորդ գլուխ, Սամարիայի Պենտեկոստը եղավ գործ առաքելոց 8-րդ գլուխ, եւ բոլոր հետանոցներու Պենտեկոստը գլա գործ առաքելոց 10-րդ գլուխ։ Շատ կարևոր է, որ այս ամենը իր տեղը լավ հասկանանք, չխառնենք իրարու։ Ուրեմն այս մարդը գսե համար 2 բարեբաշտ, աստվածավախ, իր բոլոր դունովը ժողովրդին շատ ողորմություններ կուտար եւ ամենադեն Աստծո աղոթք գներ։ Բարեբաշտ, աստվածավախ, բարի գործեր եւ աղոթող։ Այս մարդը հստակ է, որ վերստին ծնված չէ։ Եվ պիտի տեսնենք հիմա պատմության մեջ, որ ինք Սուրբ Հոգին պիտի ստանա։ Ուրեմն Սուրբ Հոգին չստացած, այս մարդը բարեբաշտ մարդ էր, աստվածավախ մարդ էր, բարի գործնող մարդ էր, ինքը եւ իր դունը,
Մեկ խոսքով հավատացյալ մարդ էր։ Գաղութ էր Աստծո, անգեղծապար, անգեղծությամբ, բայց վերստին ծնված չէր։ Դեր Սուրբ Հոգին չուներ։ Կարելի է, այո կարելի է։ Կարելի է, որ մարդիկ այսօր շատ աստվածավախլան, բայց դեր վերստին ծնված չլան։ Շատ աղոտ կընեն, բայց վերստին ծնված չլան։ Կորնելիոսը նաև կներկայացնի մեր հայերը սիրելիներ, որոնք մեծամասնությունը աստվածավախ են։ Գսիրեն բարի կորձնել, գսիրեն աղոտ կնել, եւ կտեսնենք այսօր ուխտակնացության դեղերը Հայաստան, կտեսնենք այդքան մարդիկ ուխտակնացություն, խաչ կհանեն, մոմ կվարեն, աղոտներ գնեն, աստվածավախ մարդիկ են, բայց վերստին ծնված չեն։ Սուրբ Հոգին չունին, կարելի է արդյոք, այո կարելի է, ինչպես Կորնելիոսը։ Ինչպես այստեղ մենք կտեսնենք մեր սիրելի Կորնելիոսը։ Եվ գսե միշտ աղոտ կներ։ Ուրեմն այդ մարդիկը, որ երբեմն մեզ գմոդենան եւ գխոսին իրենց հետ եւ մեզ գսեն, ես միշտ աղոտ կնեմ։ Գասկածի մեջ չեմ տներ իր խոսքը։ Կարելի է։ Աստվածաբաշտ, աստվածավախ, բարի կորձող մարդ, ինքը իր դունը կարգ ու կանոնով, ամեն ինչ հարկանքով, այո, ամեն։ Բայց Սուրբ Հոգին չունի։ Հիմա այս մարդը գսե օրվան ժամը մոտավորապես կեսօրը վերջ ժամը 3-ի ադենները դեսիրք մը գտեսնե եւ դեսիրքի մեջ Աստծո հրեշտակը հայտնի գտեսնե։ Իրքով մտավ եւ իրեն ասավ Կորնելիոս անալանոր նայելով ու խիստ վախնալով ասավ ինչ է դեր հրեշտակը սավանոր քու աղոթներդ եւ ողորմություններդ Աստծո առջև ելան հիշադակի համար։ Ինչ կաղոթեր արդյոք Կորնելիոս։ Համենատեպս իր աղոթները Աստծո լսելի եղավ։ Մարդուն աղոթները հաճելի եղավ Աստծո։ Իր երած կորձերը, բարի կորձերը, ողորմությունները հաճելի եղավ Աստծո։ Ինչ կաղոթեր արդյոք։ Ինչ կսեր արդյոք, ինչ կխնդրեր արդյոք, որ վերստին ծնունդ չունի, Սուրբ Հոգին չունի, բայց հաճելի Աստծո։ Ես կգարձեմ այս մարդը գխորտաբատկերը այսօր մեր բոլոր անգեղծ ճշմարիտ աստվածավախ մարդիկ, որոնք իրենց սրտին մեջ միշտ կսեն Դեր, ինձ շտկե, ինձ հայտնվիր, ինձ խոսիր, դեր ինձ ճշմարտությունը ցույց տուր։ Անգեղծապար աստվածավախությամբ, նույնիսկ չգիտեր շատ բան։ Ինք հրյա չէր, ինք Աստուծո խոսքեն դեղյակ չէր։ Ինք շատ բանեն փորձառություն չուներ, բայց իր սրտին մեջ անգեղծ էր։ Եվ անգեղձին, Աստուծո առջև անգեղձին միշտ Աստված կհայտնվի եւ ճշմարտությունը ցույց կտա եւ ուղղությունը ցույց կտա։ Հրեշտակը կհայտնվի Կորնելիոսին եւ գսե հիմա հոպե մարդիկ կրգե եւ կանչի Սիմոն անունով մեկը, որ Պետրոս Մագանյալ է։ Անիկա իբրև հյուր կգենա Սիմոն անունով գաշի բանողի մկով, որ ունդունը ծովուն մոտ է։ Ու երբ այն հրեշտակը, որ իրեն հետ կխոսեր գնաց, Կորնելիոս ծառաներեն երկու կգանչեց եւ իրքով սպասավորներեն ալ բարեբաշտ զինվորը եւ ամեն բան պատմելով հոպե ղրգեց սանոք։ Հրեշտակը կհայտնվի Կորնելիոսի։ Կորնելիոսը անգեղծ հավատացյալ։ Աստուծո հաճելի գրնար հրեշտակը իրեն ասել, որ Հիսուսին հավատա։ Գրնար հրեշտակը իրեն ասել ճշմարտությունը Կորնելիոս շատ լավ ես տուն, բայց ճշմարտությունը Հիսուսի մեջ է։ Գրնար ասել այս բոլորը, բայց չսավ։ Ինչու։ Ավետարանը միամ մարդոց բերանով պիտի հրճակվի եւ ոչ հրեշտակներու բերանով։
Ավետարանը միշտ մարդիկ պիտի քարոզեն եւ ոչ հրեշտակները։ Հրեշտակներուն կորձը օգնել է, որ ավետարանը քարոզվի, բայց իրենք երբեք ավետարանը քարոզելու իրավունք չունեն։ Ավետարանը քարոզողը մարդիկ են, որոնց մեջ կփնագի Սուրբ Հոգին։ Հավատիկ մարդը անգերտ ճշմարիտ աղոթող դիրոջ երեսը կփնդրե, ինքեր վերստին ծնված չէ, անգերտ հավատացյալ է, այո, բայց չի պավեր։ Պետք է անպայման Սուրբ Հոգիով լեցվի, որբեսի փրկվի։ Սիրելիներ, հավատացյալը լալ չի պավեր, բարեմաշտը լալ չի պավեր, աստվածավախը լալ չի պավեր, անգերձը լալ չի պավեր, խոնարհը լալ չի պավեր։ Դու այս բոլորով պիտի կաս Տիրոջ առջև եւ Սուրբ Հոգիով հագնելով վերստին պիտի ծնվես եւ այն ժամանակ պիտի սկսես ապրիլ այն կյանքը, որ Սուրբ Հոգին գտնե քո մեջ։ Հալելույա։ Եվ նայեցեք այս Կորնելիոսը, որ ինք աստվածավախ էր, ինք ուներ նաև բարեպաշտ զինվոր։ Անգերձ մարդիկ անգերձ մարդուցմով լեց ունեն։ Շրջապատված են անգերձ մարդուցմով, աստվածավախ մարդուցմով։ Հերու մնա այդ փամփասողներեն, հերու մնա այդ մարդիկ, որ միան վադը գսեն քեզ, հերու մնա այդ մարդուցմե, որ Տիրոջ խոսքեն հերու են։ Մի շրջապատվիր այդ մարդոցմով, այլ շրջապատվիր հավատքի մարդոցմով, անգերձ, սիրալիր, խոնար մարդոցմով շրջապատվիր։ Գեղեցիկ է։ Հայրուրաբեդ, մեծ մարդ, պաշտոնյա մարդ, աստվածավախ մարդ, անգերձ մարդ, աղոթող մարդ, բարիքորձ ընող մարդ, շրջապատված է նաև բարեպաշտ զինվորներով, բարեպաշտ մարդոցմով։ Ասե ինձ ով է քո ընկերդ, ես քեզ գսեմ դու ով ես։ Ասե ինձ որուն հետ դու կշփվիս, ես քեզ գսեմ դու ով ես։ Այս ցույց կտա մեզի Կորնելիոսի այս բարեպաշտ զինվորներու օրինակը։ Հետևյալ օրը համար 9, երբ անոնք ճամփա երթալով քաղաքին մոտեցան, Պետրոս, ուրեմն ժամը 12-ի մոդելը գեսորվա, Դանիքը ելավ եւ աղոտ կներ։ Խիստ անոթեցած ըլլալով գուզեր ջաշ ընել ու գերագուրի պատրաստություն կտեսնեին իր վրա մտքի հապշտակություն մը եկավ։ Մինչ ինքը Դանիքը գաղոտ է, մտքի հապշտակություն կունենա։ Գեսորվա ժամը հավատացյալները, քույրիկները, եղբայրները, ով որեն է ջաշ կպատրաստեն, եկեղեցին ադիեր, իրար հետ էին։ Ժողովուրդ, իրար հետ էին։ Բարձությամբ, առաջին գլուխը գսե, բարձությամբ իրար հետ էին։ Եվ այդտեղ ինքը Դանիքը աղոտ կնե, քույր եղբայրները իրեն համար գերագուր կպատրաստեն, եւ այդտեղը մտքի հապշտակություն սերը դեսիլ մը կտեսնի, եւ դեսավ երկինքը բացված, 4 ծայրերեն կապված ամանմը մեծ կդավի մվես, որ իջավ երկրի վրա, որուն մեջ կային ամեն տեսակ չորկոդադիներ, քազաններ, սողուններ, երկինքի թրջուններ։ Եվ ցայմը ելավ ասելով. «Ելիր Պետրոս, մորթե ու գեր»։ Բայց Պետրոս ասավ քավլիցի դեր, վասենցի ես ամենևին գիղծ կամ ամմակուր բան մը գերած չեմ։ Նորեն ցայնը եկավ եւ ասավ. «Զայն որ Աստված մաքրեց, դուն բիղծ մի սեբեր»։ Այս բանը 3 անգամ գրտնվեցավ եւ ամանը երկինք վերցվեցավ։ Հրյաները չէին ուներ բիղծ անասուններ։ Մի խոսքով անասուններ, որոնք օրենքի մեջ չգային։ Ցուցակը շատ էր։ Չորկոդանիներ, սողուններ, թրջուններ եւ այլն, որ արգելված էր հրյական դիսապանության մեջ, որ ուտեին։ Եվ ահավասիկ Պետրոս զարմանալի բան մը գտեսնե, ինչպես քիչ առաջացի Սուրբ Հոգին զարմանալի դեղեր կդանի։ Զարմանալի բան մը գտեսնե, որ այդ գերագուրները ցայմուկա իրենցելով գեր։ Եվ ինք իր կրոնական հոգևոր դրսևորումը ցույց կտա. երբեք ես չեմ ուտեր, այն բանը որ բիղձ է, ես չեմ ուտեր, Աստված քու խոսքդ գսե, որ բիղձ է, ես չեմ ուտեր։ Շատ լավ բան գսե, շատ լավ, ինչպես կնամ լուրջ հնազանդ խոսք գսե։ Բայց Աստծո պատասխանը նորություն էր իր համար։
Աստված գսե զայն որ Աստված մակրեց տուն բիղծ մի սեբեր։ Ասել որ Աստված մակրեց այդ թրջունները, այդ չորքոդանիները, այդ բաները, որ տուն բիղծ գսեբեիր, Աստված մակրեց։ Հրյաները բիղծ գսեբեին ոչ հրյաներուն, հետանոցներուն, գրոնական արումով։ Ավասիկ Աստված գսե հրյա Պետրոսին, Պետրոս, բադրաստվիր, դու շատ բաներ բիղծ գսեբես, բայց ես բոլորովին դարբեր գնայիմ հարցին։ Եվ այդ ինչ պիտի լար, հետանոցներուն, Կորնելիոսին և իր ընտանիքին փրկությունը Պետրոս բիղծ գտեսներ իրենց։ Եվ Աստված կպատրաստե զինք նորություններ ապրելու, կպատրաստե զինք հետանոցներու Պենտեկոստեն ապրելու։ Հասկնաք ինչ կպատահի։ Հալելույա։ Պետրոս երբ իր մտքին մեջ կզարմանար, թե ինչ պիտի ըլլա այն իր տեսած տեսիլքը, ահա Կորնելիոսեն ղրկված մարդիկը Սիմոնին դունը հարցուցին ու տրանը առջև գայնեցան։ Եվ գանչելով կհարցնեին, թե Սիմոնը, որ Պետրոս կսվի, հոս կգենա։ Երբ Պետրոս այս տեսիլքի վրայով կմտածեր, Սուրբ Հոգին ըսավ անոր. ահա երեք մարդիկ քեզ կփնտրեն, ուստի ելիր, իջիր եւ անոնց հետ գնա առանց խղճահարության, վասնզի ես ղրկեցի զանոնք։ Հետանոցներուն հետ գնա, խղճահարություն միներ, գրոնական բաներ մի խոսիր, գնա, ես ղրկեցի այդ մարդկանց։ Ուրեմն Աստված կպատրաստի Պետրոսին։ Սիրելիներ, Սուրբ Հոգին մեր համար ինչեր ունի եւ մեզ կպատրաստի այնտեղ հասնելու։ Կամաց, մեր գարձածեն դուրս, մեր ծրագրածեն դուրս, նույնիսկ մեր վարդապետութեն են դուրս երբեմն։ Բայց Սուրբ Հոգին կդանի իր վարդապետության։ Իմ վարդապետությունս կարևոր չէ, Ավետարանի վարդապետությունն է կարևոր։ Սուրբ Հոգին ինձ միշտ Ավետարանի վարդապետության միտանի։ Ինձ սորվեցուցած են, ինձ ասել են, ինձ ըրել են, ես գիտեմ, կարևոր չէ։ Տերը գուզե փոխել մեզ, որպեսզի հասնել Ավետարանի ճշմարտության եւ ոչ թե քեզ ինչ որ սորվեցուցած են, թարերը եւ երբեմն նույնիսկ սխալ սորվեցուցած են։ Եվ դու սխալ ուսմունքի մեջ կքայլես 100 տարի, ամիս է ամիս, բայց Տերը Սուրբ Հոգիով մեզ գսե ուշադիր եղիր, պատրաստվե, խղճահարություն մի ներքեզի նոր բան պիտի ցույց տամ, որ չես կրնար նույնիսկ երևակայել։ Պետրոսալ այդ մարդոցքով իջներով ըսավ, ահա ես եմ անիգա, որ կփնտրեք, ինչ բանի համար եկած եք։ Անոնք կալսին Կորնելիոս հայրաբեդը, արդար եւ ազվազավախ մարդ, բոլոր հրյաներու ազգեն վգայված, Սուրբ հրեշտակեմը հրաման արա, որ քեզ իր դունը գանչե եւ քու խոսքերդ լսե։ Այն ադեն Պետրոս ներս կանչեց զանոնք եւ իրքով նստեցուց։ Հրեշտակը ըսավ. գնա Պետրոսին կանչե։ Նորմանալի։ Կարծեք հրեշտակը չեր գրնար Պետրոսին կորձը անել։ Քիչ առաջ ասի, ոչ։ Ավետարանը պիտի կարոզվի քու բեռնովդ։ Ավետարանը քու բեռնովդ պիտի կարոզվի եւ այս խոսքը հիմա հadoop քեզի գսեմ։ Քու բեռնովդ պիտի դաս ավետարանը։ Ոչ քու հովիվիտ բեռնով, ոչ Աստծո Սուրբ Հոգի միջոցով, ոչ էս կամ այն կարոզիչի միջոցով։ Քու բեռնովդ։ Եթե Սուրբ Հոգին ունիս, քու բեռնովդ պիտի փոխանցես։ Հետևյալ օրը Պետրոս ելավ, անոնց հետ գնաց եւ հոպեին, քանի մը եղբայրներ ալ իր հետ կացին։ Հաջորդ օրը Կեսարիա մտան, Կորնելիոս ալ իր ասկականները եւ մդերին բարեկամները գանչած անոնց կսպասեր։ Կորնելիոս, հայրուրաբեդ, բայց Աստուծո մեկը սպասեր։ Մարդ մներ, որ Աստուծո մեկը սպասեր եւ գսեր դեր դու նսե մեզ ինչ պետք է եւ մենք պատրաստ ենք։ Դեր ինձ արդյոք իմ աղոտ կշիդագե, արդյոք իմ հոգեվոր կյանքս ուղիղ է, արդար է ինձ ասե դեր։ Եվ դերը ըսավ գնա Պետրոսին կանչե, ուրեմն Պետրոսը Աստծո պատասխանն է անպայման։ Ընտանիքը, բարեկամները, ծանոթները, նայեցեք ավետարանչություն գնե առաջ, որ ինքը Տեր Սուրբ Հոգին ունի։ Ավետարանչություն պիտի մարդկանց, ինչու, քանի որ գիտե, որ Աստված մեծ գործեր կպատրաստե։
եւ չուզեր որ ինքը մինագը ըլլա օրտնվելը ուզե իրենին նաննալ օրտնվին իրելիներ միան կորտուճան մասին մի մտածեր կուգիներուտ մասին մտածե եւ անոնցալ թիր կո այնտեղ որ դու կուզես հրավիրե ժողովներու հրավիրե սուբկիրքի սերտողության հրավիրե այս ուղի եթերներուն հրավիրե որբեսի մարդիկ օրտնվին հասկնան փոխվին մաքրվին միայն քեզի համար չլա Թունես կոպերնետ պիտելե Թուն քու միջոցավ մեծ կորձեր պիտ կատարվի Երբ Պետրոս ներս մտավ Կորնելիոս անոր թեմ ելավ եւ անոր ոտքի ինալով երկրբակություն գներ բայց Պետրոս զանիգա կանգնեցուց եւ ասավ ելիր գայնե ես ինքս ալ մարդ եմ Տեսնեք խոնարհությունը չհասկնար Պետրոս ինչ կլա բայց գիտե որ Սուրբ Հոգին իրեն ղրգեց բայց ինքզինք չի թավաջաներ ինք շատ լավ գիտեինք ով է Պետրոս մի քանի տարի առաջ ուրացավ Հիսուսին Սուրբ Հոգին իրեն կանգնեցուց ինքը փամը չէ մենք կսիրենք երբեմն մարդիկ մեզ բադվեն չեմ ասել մեր ոտքերուն ինան բայց մեր մասին լավ բանասեն մեզի լավ բանասեն մի քիչ բադվեն փառք տան մեզի փառավորեն մեզ բայց եթե դու իրական Հիսուսի աշակերտն ես դու միշտ խոնար կմնաս եւ թույլ կտաս որ դերը դանի առաջ եւ անոր հետ խոսակցելով ներս մտավ Հոն շատ մարդիկ հավաքված էին մեկ խոսքով դունը դարձավ եկեղեցի եւ ասավ անոնք դուք գիտեք թե օրինավոր չէ հրյա մարդումը օդար ասկիմը հետ հաղորդակցություն կամ անոր մոդենալը կամ հաղորդակցություն ունելը բայց Աստված ինձի ցուցուց որ ովևէ մարդու բիղձ կամ ամմակուր չսեմ Իշեք քիչ առաջ ինչ պատահեցավ An բանը որ Աստված մակուր գսեբե դու բիղ չսեբես Պետրոս Հիմա հասկացավ Պետրոս որ այս մարդկանց դուն մտնելը իմ համար արդեն բղձություն է բայց Աստված ինձ ըսավ կնա Դուք շատ լավ գիտեք հրյաները ձեր դունը չեն մտներ ըսավ Պետրոս բայց ես եկա ոչ թե քանի որ պետք է որ կայի ես եկա քանի որ Աստված ցուցուց որ ես պետք է իր խոսքը գադարեի Անոր համար երբ այս ներողություն երբ ես գանչվեցա առանց թեմ խոսելու եկա բայց հիմա կհարցնեմ ինչ բանի համար զիս կանչեցիք Դերը ասավ իրեն Պետրոս այս մարդկանց հետ կնա Դերը չսա բիդերտաս ավետարանը կարոզես այս կամ այն ոչ կնա Իշեք Պետրոսի Փիլիպոսին նույն բանը ասավ Փիլիպոս կնա անաբադ Ինչ պիտի նեմ անաբադ, թուն կնա հետո գսեմ Այդտեղ մեկ հատ գարկ կա Կնա այդ գարկի մոտեցիր Եվ երբ որ այդ ըրավ հասկացավ ինչ պիտի խոսեր Մենք երբեմն շատ բաներ գուզենք որ դերը մեզ ասե Բայց դերը քեզի գսե եւ ինձի գսե Բզդիկ բաներ Փոքր բաներ Հնազանդիս փոքրին հետո հաջորդ հանգրվանը Հաջորդ հանգրվանին հնազանդիս ուրիշ հանգրվան Դերը Պետրոսին սավ Պետրոս բիղձ մի սեբեր Չհասկացավ սավ օքեյ Սուրբ Հոգին սավ քեզի մարդ կփնդրե իջիր դանիքեն իջա Սուրբ Հոգին սավ լսե այս մարդկանց մի խղճահարվին ինչ որ պիտի լսեց չհասկացավ բայց օքեյ Սուրբ Հոգին սավ կնա Կորնելիոսին տունը երազ դեսած է այդ մարդը դեսիլք դեսած է Ինչ տեսիք տեսած է անալ չգիտեր բայց քնած Դուն մտավ գսավ ես բնականաբար պետք չէ կայի ձեր մոտ բայց դերը ինձ ասավ եկեք գնա ես ալ եկա հիմա ասեք տեսնեմ ինչու համար այս բոլորը հասկանաք փոքր մանրուկ սիրելիներ մանրուկ հնազանդությունները մեծ օրհնություններ կփանան մեր առջև բայց փոքր հնազանդության քու կիծած հնազանդությունը դիրոջ առջև Ինչու զիս կանչեցիք Կորնելիոսը սավ 4 օր առաջ մինչև այս ժամը ձոմ գբահեի եւ ժամը 9-ին ուրեմն 5-ին 3-ին դանս մեջ աղոտ կնեի եւ ահա փայլուն հանդերձներով մարդ մը գայնեցավ արջևս եւ ասավ Կորնելիոս քո աղոտ կլսվեցավ եւ քո ողորմությունը ազդու արջև հիշվեցավ Ուստի մարդ ղրգե հոպե եւ կանչե Սիմոնը որ Պետրոս կգոսվի անիկա ձովուն մոտ Սիմոն անունով
գաշի պանողի մդանը մեջ իբրև հյուր կգենա։ Երբ կա, քեզի պիտի խոսի։ Ուստի ամիջապես մարդիկ ղրգեցի քեզի, տունալ աղեք ըրիր որ եկար։ Եվ հիմա մենք ամենքս, լավ լսեցեք, Աստուծո առջև գեցեր ենք, լսելու այն ամեն բաները, որոնք Աստուծմե հրամայված է քեզի։ Մենք այստեղ ենք, չեմ գիտեր ինչ պիտի ասես մեզի, բայց մենք պատրաստ ենք, մենք Աստծո կսպասենք, եւ ինչ որ Աստված ըսեր է քեզ, փոխանցե մեզ, մենք այդ խոսքը բիդարնենք իբր Աստուծմե եկած խոսք։ Հոգեգան պատրաստությունը որչափ կարևոր է Տիրոջ խոսքը լսելու համար։ Եթե հոգիով պատրաստ չես խոսքը լսելու, աշխարհի ամենեն լավ քարոզիչն ալ քարոզ է, բան չլար քեզի։ Եթե գերտաս ժողովի, հավաքույթի, եւ քո հոգին պատրաստ չէ հնազանդելու, փոխվելու, լսելու, բան չլար քեզի։ Այս մարդիկը ամբողջ ընտանիքով եկած են, վստահ ընտանիքի մեջ խոսվեցավ իրար։ Կորնելիոս, այս ով է որ պիտի կա մեզի կգանչես։ Չեմ գիտեր, բայց եկեք, անպայման ասված բանը պիտի ասե, եկեք։ Կորնելիոս ամենին գանչեց, վստահ այդտեղ խառնված էին մարդիկ, գործ ունեին, անուն էին, ամենը թողեցին Կորնելիոս այնքան լավ ներկայացուց հարցը, որ բոլորը իրենց գործերը թողելով եկան։ Ամեն ինչ շուտ թողեցեք, եկեք, շատ կարևոր բան, Աստված մեզի հետ պիտի խոսի։ Եվ մարդիկ եկան լրջությամբ լսելու համար ինչ ունի Աստված ասելու։ Մեր եկեղեցիներուն մեջ այդպես չեն սիրելիներ։ Այսօր այդ հավաքույթներու մեջ հավատացյալ ասված մարդու մասին է խոսքս։ Այդ լրջությամբ չեն եկած թե դերը ինչ ունի արդյոք սիրիկ։ Օրը պատվելիմը հոգևոր քարոզիչ գիրագի օրը փեմ գելե եւ գսե սիրելի ժողովուրդ այս գիշեր դեսիլ տեսա եւ դեսիլքին մեջ Սատանան հետս խոսեցավ եւ շատ կարեւոր բան մսավ որ ցես փոխանցեմ ամեն մարդ անցան իրարու ինչպես կարելի է ինչպես եւ այլն բայց կսե քալ շապատ պիտի ասեմ ցեզի թե Սատանան ինչ ըսավ ցես փոխանցելու ժողովուրդը գխառնվի դուրս կելե հաջորդ գիրագի եկեղեցին լեցու չիկանստելու ամեն մարդ իրար անցած բարեկամներ ընկերներ ծանոթներ որ Սատանան բամը ըսեր է այս հովիվին տեսնենք ինչ ըսեր է ամեն մարդ խառնված եկան իրար անցուն նստերի քեդինները փողոցները դուրին արջև դուրսը լեցուն մարդ կսպասեն թե տեսնենք Սատանան ինչ ըսեր է այս քարոզիչին եւ քարոզիչը փեմ գելե կամած օրդը կսպասե լրություն, ոչ տելեֆոն կա, ոչ հեռախոս կա, ոչ մեկ բան, լրություն։ Եվ քարոզիչը գսե այսքան տարի է կքարոզեմ թե Հիսուս ինչ կսե իր եկեղեցին եւ դուք այսչափ հետաքրքրված չեք։ Բայց երբ օրսի Սատանան ինչ կսե եկեղեցին, բոլորդ եկերեք լսելու թե Սատանան ինչ կսե։ Ուրեմն դուք գսեք, դուք Հիսուսի հետևորդ եք, թե դուք Սատանայի հետևորդ եք։ Ավասիկ պատմությունը, որ դժբախտաբար իրականություն կրնալալ։ Կորնելիոսը իր ամբողջ ընտանիքով հավաքված էր, քանի որ գսեր Աստված կարևոր բան ունի ասելիք մեզ։ Մենք պետք է որ լսենք։ Եվ գսե ահա մենք բոլորս արջևդ կայցեր ենք, կանգնած ենք, Պետրոս ինչ ունի ասելիք Աստծո կողմեն, մենք պատրաստ ենք լսելու։ Արդյոք մեզ հետևորդները, այսօր Քրիստոսի հետևորդները այդպես լրջությամբ Տիրոջը խոսքին դիմաց հավաքույթներուն կմասնակցին, թե չէ։ Եթե այդպես չես ամոթ քեզ, իսկ եթե այդպես ես, 4 կողմիններու դալ հրավիր է, ասելով Աստված խոսք ունի մեզ ասելու։ Եվ եթե լավ գնայիք Պետրոսին,
Երբ որ ներս կմտնա, այդ մարդկանց այն չաբալ չի հավնիր, չոր գխոսի, սիրելիներ, այսպես հակնանքով գխոսի իրենց հետ, ես պետք չէ կայի, բայց Աստվածը սավ եկա, ես չէի ուզեր կալ, բայց Աստվածը սավ որ լսե կնա, ես հրյայմ ես ձեզ հետ քորդ չունիմ, բայց ինչ ունենք, Աստվածը սավ ես ալ եկա, այսպես կխոսի, բայց իրենք չեն նայիր Պետրոսին, ով է, ինչ է, ին կնային Պետրոսին մեջ Աստված ինչ պիտի ասի այսօր իրենց։ Դու մի նայիր Հակոբին, Սարգիսին, այսօր գամանոր, դու նայիր թե Աստված ինչ պիտի ասի այսօրին բեռնով քեզ։ Եվ այդպես է որ շատ բաներ կգնան փոխվել մեր մեջ, եթե պատրաստ ես փոխվելու, եթե պատրաստ ես զղջալու, եթե պատրաստ ես խոստովանելու, եթե պատրաստ ես քո կյանքը Տիրոջը վերադարձնելու, իր խոսքին համաձայն ըլլալու, միայն Տիրոջ հաճելի ըլլալու, եթե պատրաստ ես, այո, Տերը կխոսի քեզ։ Այս պատրաստակամությունը քիչ է այսօր մեր ժողովրդի մեջ եւ իբր թե հավատացյալներ ենք։ Աշակերտը պատրաստակամ գլսե եւ գսպասե եւ գսե դեր ինչ ունիս մեզ ասելու։ Համար 34 Պետրոս իր պերանը բացավ եւ ասավ ճշմարտությամբ ես կհասկանամ թե Աստծոքով աչառություն չկա ովևէ ազգե ովևէ մարդ որ անգե գվախնա ու արդարություն կգործե իրեն ընդունելի է այն խոսքը որ Իսրայելի որդիներուն ղրգեց Աստված խաղաղություն կարոզելու Հիսուս Քրիստոսին ցերկով անիգա է ամենուն դերը Թուգալ աղեք գիտեք եւ գիտեք թե այդ ամեն բաները որ բոլոր Հրեաստանի մեջ պատահեցավ Գալիլեային սակայն սկսած այն վկայությունեն հետո որ Հովաննեսեն կարոզեց Հիսուսը որ Նազարեթեն էր Աստված օծեց Սուրբ Օգիով եւ զորությունով որ բդդեցավ բարիք ընելով եւ սատանայեն բոլոր դանչվածները բժշկելով քանզի Աստված իրեն հետ էր Եվ մենք վկայենք այն ամեն բաներուն, որոնք ըրավ Հրեաստանի եւ Երուսաղեմի մեջ, որ փայդեն գախված սպաննեցին ալ, սակայն Աստված երրորդ օրը հարուցանեց եւ հայտնի ըրավ զանիգա, ոչ թե բոլոր ժողովրդին, հաբա մեզի նախաբես Աստուծմե վկա ըլլալու ընդրվածներուս, որ իրեն հետ կերանք, խմեցինք եւ անոր մերելներեն հարություն առնել են յետքը եւ ինք բադվիրեց մեզի որ ժողովրդին կարոզենք եւ վկայենք թե անիգա է Աստուծմե սահմանված գենտանիներուն եւ մերելներուն թադավորը անոր կվկայեն բոլոր մարգարեները թե ամեն իրեն հավատացողները իրեն անունով մեղքերու թողություն պիտի գտնեն հալելույա ահավասի գարջ կարոզ շեշտը տրած Հիսուսի վրա Ես հասկացա ասավ Պետրոս, հիմա հասկացա, Աստծո առջև աշառություն չի գա։ Հասկացա Աստված բոլորին Աստվածն է։ Աստված թադավորն է բոլորին, Աստված նաև ցեզ, դուք ձեր Տերն է, ասավ Հիսուսի մասին։ Եվ գտեսնեք այս քարոզը գարտացի առանց կանգնելու մեկ անգամ են շեշտը տրավ Հիսուսի վրա։ Քարոզը Հիսուսի վրա է։ Հիսուսն է գետրոնը ավետարանի քարոզչության, ոչ մեր դիսապանությունները, ոչ մեր սովորությունները, այլ Հիսուսի անձը Աստված օծեց Սուրբ Օգիով գսե զորությունով, որ գբդդեր բարիքներ գներ եւ սատանային կապված դնչվածները բժշկելու նպատակով։ Այն Հիսուսը մենք տեսանք, իրեն խաչեցին, ինք հարություն արավ։ Այն Հիսուսը հարուցյալ Հիսուսի հետ մենք նստանք եւ գերանք, մենք վկաներենք եւ այն Հիսուսը մեզ ըսավ, կացեք ավետարանը կարոզեցեք աշխարհի 4 կողմը։ Եվ մենք այն Հիսուսը կքարոզենք, այն Հիսուսը որ գսե բոլոր գենտանիներուն եւ մերելներուն թադավորն է։ Ավասիկ սիրելիներ ավետարանչության օրինակ։ Գուզես մեգումը ավետարանը շիդակ ցևով քարոզել։ Այս գարջ քարոզը վերլուծե եւ փոխանցե։ Հիսուս թադավոր է։ Հիսուս մերավ հարություն արավ։ Մեր մերելներուն, մեր մեղքերուն թողություն գդրվի իրեն վստահողին, բոլորին համար գանչված է, բոլորին դերն է։ Եվ եթե դու գուզես, այն Հիսուսն է, որ քեզ կբժշկե, կփրկե, եւ այն որ Հիսուսը չազատեր, այստեղ գրված է սատանայեն ջանչվածներ գլան։ Ան որ դերը չբժշկեր, սատանային մեջ բռնված են։ Այս կարճ քարոզին մեջ ավետարանչության հիմքը գա։ Սիրելիներ, կացեք
տարածեցեք ավետարանը։ Այս խոսքերը դուք վերլուծեք, սորվեցեք եւ փոխանցեցեք ձեր 4 կողմիններում։ Օրհնյալ է մեր Տերը։ Ամեն բան իրեն հավատացողները իր անունովը մեղքերու թողություն պիտի գտնեն։ Եվ ինչ կպատահի, երբ Պետրոս այս խոսքերը գխոսեր, դեռ վերջացած չէ, քարոզը չվերջացավ, գխոսեր, գպատմեր, Սուրբ Հոգին իջավ ամենուն վրա, որոնք խոսքը գլսեին, թլպատվածներեն եղող հավատացյալները, որոնք Պետրոսին հետ եկած էին, զարմացան, թե հետանոցներուն վրայալ Սուրբ Հոգին բարգևը գլեցվեր։ Ինչու? Քանի որ անոնք կարծեին, որ միան հրյաներն են, Պետրոսը սկսավ հասկանալու, դերը պատրաստեց, եւ հիմա աչքով գտեսնե, որ Սուրբ Հոգին իջավ իրենց վրա, ինչպես նույնպես իջած էր առաքյալներուն վրա մի քանի տարի առաջ կամ մի քանի ամիս առաջ։ Սուրբ Հոգին իջավ, ինչպես երևցավ, Սուրբ Հոգին իջավ, տեսավ այդտեղ մարդիկ փարապանելու սկսան, երկրպագելու սկսան, Սուրբ Հոգի բարգևներով լեցվեցան, լեզուներ խոսելու, տարբեր լեզուներ խոսելու սկսան, երևցավ, որ Սուրբ Հոգին կկործե այդ մարդկանց մեջ, մինչ Պետրոս Քրիստոսը կքարոզե։ Հալելույա։ Երբ Քրիստոսը ճշմարիտ կքարոզես, անպայման Սուրբ Հոգին քո կյանքիդ մեջ բամը կփոխե։ Անպայման բանով մը գլեցվի Տիրոջ ներկայության մեջ, քո մեջդ գլեցվի գրագով եւ գսես ամեն, եւ գսես եւ այո նոր լեզուներ, սիրո լեզուներ, երկնային լեզուներ, փարապանության լեզուներ կբացվին քո մեջ։ Եվ գլսեին անոնց ուրիշ լեզուներով խոսելը եւ Աստված կպարավորեին։ Այն ադեն Պետրոսը ասավ անոնց գրնա մեկը արկիլել, որ անոնք մգրդվին, որոնք Սուրբ Հոգին ալ ընդունեցին մեզի պես։ Հրամանրավ, որ Տերոջը անունովը մգրդվին, անոնքալ իրենց աղաչեցին, որ քանի մոր հոն մնան։ Մարդիկ Սուրբ Հոգին ստացան, վերստին ծնվան, կսպասեին Աստուծո մեփամը, եւ դերը դվավ Սուրբ Հոգին, երբ որ ապաշխարեցին, վերցվեցան, օրտնվեցան, ինչ եղավ, հետո մգրդվեցան։ Սիրելիներ, մգրդությունը գուքա հավատքեն հետո, եւ ոչ թե հավատքեն առաջ։ Մգրդությունը գուքա կմգրդվի մեկը չրով կմգրդվի, երբ որ գանտրատարնա, որ ինք մեղավոր էր, գանտրատարնա, որ Աստված Հիսուս Քրիստոս իր համար մեռած է, գանտրատարնա, որ Հիսուս հարություն արավ, գանտրատարնա, որ Սուրբ Հոգին եկավ եւ ստացավ եւ գսե այո, ես եւ իմ դունս Տերը պիտի ճաշտենք, իմ Աստվածը Հիսուսն է, այն ժամանակ կմգրդվի։ Եվ ոչ թե հագարակը, ինչ որ այսօր գտեսնենք տարբեր եկեղեցիներու մեջ։ Առաջ Սուրբ Հոգի հավատք, Սուրբ Հոգիով ներողություն հավատք, երկրորդը մգրդվիլ ինչու, որ նվիրվին մգրդության նշանը, ասկարաչալ խոսած եմ, ամբողջ գործարակելուցը այդ կպատմեմ մեզ սիրելիներ։ Եկեք մեկ կողմ տնենք մեր գիտակցությունները, դիսապանությունները, ավանդությունները եւ վերադառնանք գործ արակելոցին ժողովուրդ, եւ կամ կվերադառնանք գործ արակելոցին, եւ կամ այս սուրբ գիրքը կփակենք եւ ամեն մեկը իր դիսապանությունով ինչ որ ուզի թողնե։ Բայց եթե գսենք քրիստոնյա, վերստին ծնված, Հիսուսի հետևորդ, Հիսուսի աշակերտ, ուրեմն դու եւ ես կանչված ենք այս խոսքին հետևելու։ Սուրբ Հոգին ստացան, մարդը ապաշխարեց, ընդունեց, հասկացավ իր մեղքը եւ չրով մգրդվեցավ այդ նպատակով, որ այլևս ես Հիսուսի մի ծառայեմ։ Հին անցած մերավ, ես վերջացա, թաղեցի Հիսուսի պես մերախաչին վրա, Հիսուսի պես թաղվեցա քերեզմանի մեջ, հիմա իմ նոր կյանքս գսկսի ապրիլ Տիրոջ փառքի համար։ Այս է մգրդությունը։ Այս երեխան չի կրնարնել, այս պիտի անե այն մարդը, որ հասկացել է, այն մարդը, որ Սուրբ Հոգիով այսպես հպված է իրեն, այն մարդը, որ գիտե եւ գաբրի այդ նորությունները, ինչպես ասոնք, Սուրբ Հոգիով լեցված, լեզուները խոսեցան, Աստված փառավորեցին, օրտնեցին Տիրոջը, փառտվին Հիսուսի համար, փառտվին խաչի եւ հարության համար, այս մարդիկ ասին, հիմա մենք պատրաստ ենք նվիրվելու մեր Տիրոջը, հանձնվելու մեր Տիրոջը եւ բոլորովին մեր կյանքը իրեն հանձնելու իբր աշակերտներ, որ շատեր բրգվին մեր միջոցով։ Այս է սիրելի քույր եղբայրներ, իսկապես աշակերտության միտքը, որ մենք այսօր մեմը եւս տեսանք եւ դեռ շատ պիտի տեսնենք գործ արակելոցին մեջ հաջորդ մեր շաբաթները։ Օրհնյալը լա մեր Տերը, որ մեզ գտանի ճշմարիտ հավատքի, որ մեզ գարաշնորհ է երկնային ճանապարհին մեջ, իրեն լա միշտ փառքը, հիմա,
Հավիտյանս, հավիտենից, հալելույա, ամեն և ամեն։ Քո հրաշքը ինձ գտավ և սերդ ողորմեց Աստծո հոգին իջավ և սիրտը իմ մտավ լուսավորեց Հենց այդ պահին բարբռնեցին հրեշտակները երկնքում և անունը իմ գրվեց Հավիտյան կյանքի գրքում Ալելույա, ալելույա, փառք քեզ ով մեր Տեր Քեզանով գտնված ենք, քո սիրո մեջ փրկված ենք, հրաշալի մեր Տեր Ալելույա, ալելույա, փառք քեզ ով մեր Տեր Քեզ տալիս ենք մեր կյանքը, դու մեզ տեր մենք ծառանքո Դե իշխիր մեր Տեր Շատ դժվար էր ինձ կյանքում ապրել առանց լույսի մոլորված է խավարում բայց այժմ ես եմ լույսն այս աշխարհի և ամեն օր և ամեն ուր ես պիտի քեզ փառք տամ որ փրկել ես իմ հոգին հավիտյան կյանքի համար Հալելույա, հալելույա, փառք քեզ ով մեր Տեր հրաշքով գտնված ենք, քո սիրո մենք փրկված ենք, հրաշալի մեր Տեր Հալելույա, հալելույա, փառք քեզ ով մեր Տեր Քեզ տալիս ենք մեր կյանքը, դու մեզ տեր մենք ծառանքո Դե իշխիր մեր Տեր Ալելույա, ալելույա, փառք քեզ ով մեր Տեր, փառք քեզ ով մեր Տեր Ալելույա, ալելույա, փառք քեզ ով մեր Տեր Թող որ կամքը քո լինի, ինչպես որ երկնքում է Եվ թող փառքը տարածվի ամբողջ երկրի վրա Քո անցած սիրո առջև թող խոնարհվեն բոլորը Դու ես Տերը, դու ես Արաչիչը Հալելույա, հալելույա, փառք քեզ ով մեր Տեր Հրաշքով գտնված ենք, քո սիրո մեջ փրկված ենք, հրաշալի մեր Տեր Հալելույա, հալելույա, փառք քեզ ով մեր Տեր Քեզ տալիս ենք մեր կյանքը, դու մեզ տեր մենք ծառանքո Դե իշխիր մեր Տեր Հալելույա, հալելույա, փառք քեզ ով մեր Տեր Հրաշքով գտնված ենք, քո սիրո մենք փրկված ենք Հալելույա, հալելույա, փառք քեզ ով մեր Տեր Քեզ տալիս ենք մեր կյանքը, դու մեզ տեր մենք ծառանքո Դե իշխիր մեր Տեր Հալելույա, հալելույա, փառք քեզ ով մեր Տեր Փառք քեզ ով մեր Տեր Հալելույա, հալելույա, փառք քեզ ով մեր Տեր Քեզ տալիս ենք մեր կյանքը Դե իշխիր մեր Տեր Քոնե Հալելույա, իրենը լապարքը, բադիվը, օրտնությունը, հիմա և միշտ և հավիդյան, հալելույա, ամեն։ Հիսուսյանով գաղոթենք Տերը, ինչ որ ցանվեցավ այստեղ, ինչ որ մտամ մեր ամեն մեկու սրտին մեջ, խորքի մեջ բդուղներ կան դեր, բդուղներ կան, որ շատեր փրկվին, շատեր հասկնան, շատեր ազատագրվին իրենց կամակներեն, վերադառնան իրենց կանչված տեղը եւ ծառայեն քեզ, իբր Տեր փրկիչ երկնքի եւ երկրի։ Այո, փոփոխություններ, հրաշքներ, ազատագրությունները լան։ Սուրբ ոգիով քայլե մեր ժողովուրդը եւ քեզ բադիվ բերե ամեն վարյան։ Հիվանդները քեզ կբերեն ինգածները, անոնք որով դեր այսօր անտամայլույց են, անոնք որ կապվածություն ունեն, անոնք որով դեր դժվարություններ կանցնին, ընտանեկան, ֆիզիկական, փարոյական, ֆինանսական եւ հոգեվոր Հիսուսի անունով դեր կհրճագեն քո մեջ, քո անունով իրենց մեջ ազատագրությունները լան, փառք բադիվ, հավատքի մարդը ժորացուր, որովհետեւ խոսքիդ մարդը լան եւ թուն փառավորվիս ամեն բանի մեջ։ Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոս, հալելույա, ամեն եւ ամեն։ Քեզ գործնենք եւ կպատվենք, սիրելի քույր եղբայրներ Հիսուսի անունով եղեք օրհնված։ Ամեն վարյան դիրոջ ճամփու մեջ քայլեցեք, իր երեսը փնտրեցեք եւ իր օրդությունը վայելեցեք։ Հալելույա։ Դեր օրդեցես,
մենք մեր ժամարտուն գուտանք եթե դերը գամի նույն ժամուն նույն ալիքին վրա կալչորեք շապտի Հիսուսյան նովերիկ օրտված բարի օրտված գիշեր բոլորիս ցտեսություն